Հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Ռոտի պալատական մասը, որը եղել է հոսպիտալ, ծառայել է թագավորին, սա է ամառային հանգստի սրահն է, էսպայն փակել են, որ ծաղիկները աճի նոր բացեն։ Հիմա ցույց կտամ, ուրեմն այստեղ եղել է գոսպիտալը, քանի որ պատերազմական ժամանակ զինվորներին բերել են այստեղ Նյուրնբերգից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Շատ հետաքրքիր բան է եղել։ Ուրեմն այստեղ կա բարձր ամրոց։ Բարձր ամրոցից տեսել են պատերազմը։ Պատերազմը տեսել են վերևից եկող օտար կողմի զորքերին, քանի որ հողը հավասար է, այն ամրոցից կամ եկեղեցուց վերել են, իրանք ինչ են արել։ Իրենք խնդրել են, հրավիրել են այդ կռվողներին այս դաշտերի մեջ Նյուրնբերգից դուրս կռվելու, որպեսզի քաղաքը չավերեն։ Ու ում կողմից 100-150 հոգի մարդ մահացել է, նրանք քաղաքի հարկերը հանձնել են դրան։ Այսինքն դեռ 90-ականների գողականների պես էլի դուրս էին գալիս քաղաքից դուրս իրար սպանում են, գալիս են այդ օբյեկտի հարկը տալիս են։ Իսկ այդ թվերին Հայաստանում, չասեմ ինչեր եղել, առնահեղություններ, եղերներ, իրար սպանություններ։ Այս սրանով է տարբերվում Հայաստանը Եվրոպան Ասիայից, որ ցանկացած քաղաքի համար պատերազմի ընդհանրապես մասնակցում են քաղաքից դուրս, որ քաղաքը չավիրեն, իսկ մնացած ասիական երկրներում վերահսկում են քաղաքները բնակչության հետ։ Այս ամբողջ ամրոցն է իրա, սա կանաչման, որ սկսեց կանաչել։ Սա շենքն է, որտեղ մնացել են հարակից զորքերը, այսինքն օժանդակ ուժերի տեղն է եղել, ամրոց էլի որպես, այս տարածքը բնականաբար հիմա են ուղղել, սա երկրորդ պաշտպանական շերտն է, որտեղ կամ ջուր է անցել, կամ վերևից հատուկ թափել են տաք ջուր, ձուտ, մի խոսքով ինչ-որ պետք է կեղտ նույնիսկ թափել է, որ հարձակվող զորքը այս գային սոնը, ոնց ասենք, զորամասը չգրավի։ Էսի զորամասն է, սենց էլ եղել է։ Կանաչ տարածքը ուղղակի հիմա են տնկել, բայց շենքը կա։ Պատերի էֆեկտը նույնպես, որ այնտեղից ցցեր են դրել, լցնեն ինչի է պատերը թեք, որ ցայտ տա, այսինքն որ ջուրը ուղիղ չլցնեն թափվի, ցայտ տա, լցվի հարձակվողի վրա։ Սա էլ բերդն է եղել, բերդը։ Այս ճանապարհով մուտք կա, որը փակվել է, տեսեք այստեղ էլ հարձակվես, եթե առաջի գիծը պաշտպանական անցած հարձակվես երկրորդ գծի վրա, բոլորը թեքություն է, որ լցված ջուրը, ձեթը, հեղուկը, ձուտը ինչ որ այա, ցայլ տա, շատրվան տա, տակի մարդկանց վերացնեն։ Սա այն ժամանակվա ճարտարապետական լավ մտածմունքն է եղել, թեքությունները, որպեսզի կարողանան թշնամու դեմ կռվել, բոլոր համարները եղել է։ Այստեղ թագավորն էլ է մնացել, զորքերն էլ են մնացել, հրամանատարությունը։ Շատ հետաքրքիր կառույց է։ Երեկոյան այստեղ ավելի սիրուն է, լրիվ լույսերը գցում են, վերածվում է միջնադարյան մուլտանման ամրոցի, այնպես որ հեսա այնտեղից աստիճաններով կբարձրանանք վերև, կմտնենք մեջը, ցույց կտանք ամբողջը։ Այստեղ թանգարան էլ կա, հետագայում ուսումնական կենտրոն էլ կա, մի խոսքով բավական հետաքրքիր է։ Խնդրեմ, ոչինչ չեն քանդել։ Ի տարբերություն Հայաստանի, որ ամեն ինչը քանդում են, ամրոցը կոչվում է Ռատիբոր։ Այս աստիճանները բնականաբար հիմա է սակված, որպեսզի բարձրանան, այն ժամանակ ամեն ինչ անում էին, որ ոչ մեկ չբարձրանա, քանի որ պետք չէր, որ հակառակորդ զորքը հանգիստ բարձրանա։ Հիմա այն դիզայն կվեր, մեջը կա թանգարան, այս բանին բաց չի, սա իր երկրորդ սրահն է եղել, հիմա սարքել են պաշտպանական, մի խոսքով ետնամաս, գումարտի տեղը, այսինքն տնտեսական մաս, որտեղ տարվել է գետնի տակ, հիմա այստեղ ցույց կտամ մառաններ, հատուկ զորքերի զարտուղի ճանապարհով քաղաքից փախնել, տակնա, որը փագը։ Այսն է, տակնա, որով փագել են, փախել են թունելներով այլ տեղ են դուրս եկել, եթե պարտվել են։ Մեծ սրահներն է, ոչ մի բան չի փոխվել, այստեղ չկան այս բան, որ մարդադիր ինչ-որ մեկին պատկանի։ Մեջը մի հատ հարակից սրճարան են թույլ տվել, գրադարանն է մեջը, թանգարանն է մեջը, բայց ոչինչ չեն քանդել։ Ցավոք սրտի Հայաստանում sense չի։
Հսկայական գրադարան ամաչ։ Բոլոր գրքերը։ Դիմացի շենքը 1200 թվի հենց կելտական ոճի շենքն է, որը նույնպես չի քանդվել, ուղղակի նորոգվել մնացել է։ Սա կելտական կառույց։ Տակայսի քար, մեստը Ոչինչ տեսնում է ինչը։ Գրադարան։ Իշ ոչինչ չի։ Գրադարանը բարձր խոսալ չի կարելի, դրա համար չմտա։ Իհարկե։ Այստեղ կա սրահունի ինքը։ Էսա, խնդրեմ։ Սրահը գրած է հենց զինվորների։ Սրահը եղել հետագայում զինվորների ապրելու տեղն է եղել, գիմնազիա եղել, հիմա այնտեղ գրադարան եւ այլն կառույցներ, այստեղ լինում են տարբեր փառատոններ, ամրոցները, զինվորների վազելու տեղը, արագ ձիանոցները, հրապարակը, որ սա սրահը հոյակապ կառույցներ, որից ոչինչ չեն քանդել, թողել են, որ մարդիկ վայելեն ուղղակի։ Արձաններով եւ ամեն ինչով ոչինչ քանդված չէ։ Ոչինչ։ Ուղղակի պահել են։ Այն ինչ որ եղել է անտառներում, հին ոճի եղնիկը, եղնիկների որսը, եղնիկի նախշը, բարձր սա այստեղից է նայ, ամենաբարձր կետն է համարվել սա մոտակա 50 կիլոմետրի վրա, ասպետական հեռավորությունը դրա համար էլ այս ասպետները գրված է ոնց են այս զորքերը եւ իրար հետ համատեղ եւ մյուս այլոց արևային ժամացույցները, որը դրված է եւ ջրհորդանները վիշապ, սա կրկին անգամ գալիս է Կիլիկիայից։ Ուշադրությամբ նայեք դրոշին, Կիլիկիայի առյուծը, էլի Լուսինյանների գերբը թե ձիու վրա, թե դրոշի վրա։ Կմոտիկացնես, երևում է մի հատ Կիլիկիայի դրոշ։ Վերևը ձիու վրա երկու հատ եւ ասպետի ու հրամանատարի ձեռքում։ Այս են սարքել ենք, թողել ենք ուրիշին։ Սարքել ենք, թողել ենք ուրիշին։ 200 տարի այստեղ եղել են։ 200 տարի այստեղ եղել են հայկական Կիլիկիայի Նորիկյան դինաստիան, սարքել նվիրել ուրիշին։ Ամենտեղ միայն հետքը թողել են։ Վերջ։